Լիպոսոմային տեխնոլոգիան սննդային հավելումների մեջ, ինչ է դա եւ ինչու է այն անհրաժեշտ։ Այսօր ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել լիպոսոմալ նշումով ԳԵԱՀ-եր։ Արտադրողները խոսում են ակտիվ նյութերի ավելի լավ կլանման եւ ավելի արդյունավետ առաքման մասին։ Բայց իրականում ի՞նչն է կանգնած այս տեխնոլոգիայի ետևում։ Լիպոսոմային տեխնոլոգիան այսօր ամենահետաքրքիր ոլորտներից մեկն է սննդամթերքի եւ ակտիվ նյութերի առաքման ոլորտում։ Սկսենք հիմունքներից։ Ինչ են լիպոսոմները պարզ բառերով։ Լիպոսոմը միկրոսկոպիկ ոլորտ է, որի կեղևը բաղկացած է ֆոսֆոլիպիդների կրկնակի շերտից։ Այս կառուցվածքը շատ նման է մեր բջիջների թաղանթներին։ Նման ոլորտի ներսում դուք կարող եք տեղադրել ակտիվ բաղադրիչ, վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, պեպտիդային մոլեկուլներ եւ այլ կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Ստացվում է յուրօրինակ պաշտպանիչ միկրոպատիճ, որը օգնում է պահպանել ակտիվ նյութը եւ հասցնել այն յուրացման վայր։ Ինչու ընդհանրապես նման տեխնոլոգիայի կարիք կար։ Արդյոք վիտամինների եւ ակտիվ նյութերի սովորական ձևերը բավականաչափ լավ չեն աշխատում։ Սովորական ձևերը աշխատում են, սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են նվազեցնել կլանման արդյունավետությունը։ Որոշ նյութեր զգայուն են ստամոքսի թթվային միջավայրի նկատմամբ կամ քայքայվում են ֆերմենտների եւ միկրոբիոտայի կողմից, իսկ մյուսները վատ են լուծվում ջրում կամ ճարպերում։ Ակտիվ բաղադրիչներից մի քանիսը կարող են ոչնչացվել նույնիսկ նախքան օրգանիզմը դրանք օգտագործելու ժամանակ չունենալը։ Հետևաբար, գիտնականները վաղուց միջոցներ են փնտրում նման նյութերի անվտանգությունն ու կենսամատչելիությունը բարձրացնելու համար։ Ոչ բոլոր օգտակար նյութերը եւ 100%-ը, որ մենք ստանում ենք սննդի կամ դեղամիջոցների հետ, լիովին յուրացվում են օրգանիզմի կողմից։ Թե որքան լավ կաշխատեն, կախված է բազմաթիվ գործոններից։ Աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի եւ ենթաստամոքսային գեղձի վիճակները, ինչպես նաեւ մարդու անհատական առանձնահատկությունները։ Ինչպիսի ռեցեպտորներ, ինչպես են դրանք բաշխված, կոֆակտորների ինչ դեֆիցիտներ կան։ Բացի այդ, որոշ վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ բույսերի էքստրակտներ ինքնին վատ են լուծվում, մասամբ ոչնչացվում են մարսողության ընթացքում կամ դժվարանում են ներթափանցել բջջային թաղանթներ։ Արդյունքում, ակտիվ նյութի միայն մի փոքր մասն է հասնում արյան շրջանառություն եւ մարմնի բջիջներ։ Այս կորուստները շատ դեպքերում պարզապես չափաբաժինը մեծացնելու միջոցով փոխհատուցելն անարդյունավետ է։ Ահա թե ինչու այսօր մեծ ուշադրություն է դարձվում առաքման ժամանակակից տեխնոլոգիաներին։ Ամենախոստումնալից տեխնոլոգիաներից մեկը համարվում է լիպոսոմային տեխնոլոգիան, որն օգնում է պաշտպանել ակտիվ նյութերը, բարելավել դրանց լուծելիությունը եւ բարձրացնել կենսամատչելիությունը։ Ինչու հենց լիպոսոմները, այլ ոչ թե կենսամատչելիության բարձրացման այլ եղանակները։ Չնայած կլանման բարձրացման տարբեր տեխնոլոգիաների առկայությանը, լիպոսոմային առաքման համակարգերը ներկայումս համարվում են ամենաարդյունավետ ունիվերսալ հարթակներից մեկը, միաժամանակ պաշտպանելու ակտիվ նյութը քայքայումից, բարելավելու դրա լուծելիությունը եւ բարձրացնելու օրգանիզմի կողմից կլանման աստիճանը։ Լիպոսոմային տեխնոլոգիան լավ հարմարվում է տարբեր բնույթի նյութերին, ներկայիս արվեստի վիճակին եւ ապահովում է բավականին ունիվերսալ առաքման հարթակ։ Լիպոսոմային ծրարը կարգավորվող համակարգ է, որը բաղկացած է ոչ միայն ֆոսֆոլիպիդներից, այլև ոչ լիպիդային մոլեկուլներից, ակտիվ նյութի կայունացնելու եւ ընդգրկումը բարձրացնելու համար։ Հակաօքսիդանտ, կեղևի մակերևույթի լիցքավորված բաղադրիչները, կրիչը։ Այս դեպքում ճարպային լուծվող ակտիվ նյութերը ծածկված են հենց լիպոսոմային թաղանթի ճարպային երկշերտում, իսկ ջրում լուծվող ակտիվ նյութերը տեղակայված են լիպոսոմային երկշերտի ներսում։ Ինչպես են աշխատում լիպոսոմները։ Պատկերացրեք, որ ակտիվ նյութը թանկարժեք բեռ է, որը պետք է հասցնել բարդ երթուղով։ Եթե այն ուղարկեք անպաշտպան ճանապարհին, բեռի մի մասը կարող է կորչել։ Լիպոսոմը հանդես է գալիս որպես տրանսպորտային կենսահամատեղելի կոնտեյներ։ Այն օգնում է պաշտպանել ակտիվ բաղադրիչը արտաքին ազդեցություններից, ոչնչացումից ֆերմենտների, անցնել խոչընդոտները եւ ակտիվ նյութը մատուցել բջիջներին մարմնի անփոփոխ։ Հենց այդ պատճառով էլ լիպոսոմալ ձևերը այսպիսի հետաքրքրություն են առաջացնում մասնագետների եւ նուտրիցևտիկա արտադրողների շրջանում։ Կարող ենք ասել, որ լիպոսոմային ձևը միշտ ավելի լավն է։ Այս դեպքում կարևոր է հասկանալ, որ ցանկացած ապրանքի արդյունավետությունը կախված է միանգամից մի քանի գործոններից՝ հումքի որակը, դեղաչափը, արտադրության տեխնոլոգիան եւ անձի անհատական առանձնահատկությունները։
Լիպոսոմային տեխնոլոգիան գործիք է, որը կարող է բարձրացնել ակտիվ նյութերի առաքման արդյունավետությունը, սակայն լիպոսոմալ նախածանցն ինքնին արտադրանքի որակի երաշխիք չէ, ուստի միշտ կարևոր է ուշադրություն դարձնել օգտագործվող տեխնոլոգիայի արտադրողին, բաղադրությանը և գիտական հիմնավորմանը։ Որպեսզի լիպոսոմները իսկապես աշխատեն, կարևոր է, որ մի քանի պայմաններ բավարարվեն։ Առաջինը, այս ակտիվ նյութը պետք է լինի լիպոսոմների ներսում, ինչը ձեռք է բերվում հատուկ տեխնոլոգիայով։ Հետևաբար, ֆոսֆոլիպիդների հետ պարզ խառնուրդները չեն աշխատում։ Ֆոսֆոլիպիդները պետք է բավարար լինեն ակտիվ նյութի շուրջ լիպոսոմային թաղանթ ձևավորելու համար։ Լիպոսոմները պետք է կայուն լինեն, երբ մտնում են մարմնի հեղուկ միջավայր և լուծելիս վերականգնեն իրենց կառուցվածքը։ Ինչպիսին պետք է լինի լիպոսոմային տեխնոլոգիան և որոնք են մեր տեխնոլոգիայի առանձնահատկությունները։ Լիպոսոմների բեռնվածությունն ապահովելու համար կարևոր են հաջորդականությունը և օժանդակ բաղադրիչները, որոնք ապահովում են ակտիվ նյութի պահպանումը լիպոսոմների ներսում։ Բավարար ֆոսֆոլիպիդներ, լիցքավորում և պատշաճ համասեռացում, պաշտպանություն ֆոսֆոլիպիդների ոչնչացումից, կայունացում լիպոսոմային մակերևույթի կարող է հասնել մակերեսային լիցքավորման կամ պոլիմերային ծածկույթի լիպոսոմների։ Լիպոսոմները կարող են լինել հեղուկ և չորացրած։ Եթե մենք դիտարկենք դասական լիպոսոմները ջրային միջավայրում, ապա դեղամիջոցների արտադրության տեսանկյունից նրանք ունեն մի շարք թերություններ։ Դրանք են ցածր կայունությունը պահեստավորման ընթացքում, տեղափոխման բարդությունը, կոնսերվանտների և բուրավետիչ հավելումների ավելացման անհրաժեշտությունը կամ ստերիլիզացումը։ Եթե մենք խոսում ենք ճարպային փուլում հեղուկ պրոլիպոսոմների մասին, ապա սրանք ճիշտ լիպոսոմներ չեն, և նման մասնիկների բեռնումը հնարավոր է միայն ցածր թերապևտիկ կոնցենտրացիա ունեցող ճարպային լուծվող նյութերի համար։ Բայց լավ նորություն կա։ Դասական բեռնավորված լիպոսոմները կարող են պատշաճ կերպով չորացվել, որպեսզի լուծվելուց և կուլ տալուց հետո կարողանան վերականգնել կառուցվածքը։ Բայց դրա համար օգտագործվում է կրիչ, չորացման պաշտպան։ Լիպոսոմները անհրաժեշտ են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, այնպես որ չորացման ժամանակ լիպոսոմները չեն փլուզվում, չեն կպչում իրար և կարող են վերականգնել կառուցվածքը։ Նման լիպոսոմները հարմար են պահելու, տեղափոխելու, արտադրական գործընթացում օգտագործելու և բարձրացված կենսամատչելիությամբ եզակի արտադրանքներ ստեղծելու համար։ Մեր արտադրության մեջ մենք օգտագործում ենք մեր սեփական արտոնագրված տեխնոլոգիան չոր լիպոսոմներ Polymer ձեռք բերելու համար։ Դրա համար մենք նախ պատրաստում ենք դասական ջրային լիպոսոմներ, գործող ակտիվ նյութի բարձր պարունակությամբ, համասեռացնում ենք մինչ անհրաժեշտ չափն ու միատարրությունը, ապա կայունացնում մակերեսը միջավայրը զգուշորեն չորացնում այնպես, որ լուծվելիս լիպոսոմները վերականգնեն իրենց կառուցվածքը, ապահովեն հենց այն մեծացված կենսամատչելիությունը, որի համար այս ամենը նախաձեռնվում է, այլ ոչ միայն մարքեթինգի համար։ Գլուտատիոնի համար, որը գործնականում բերանացի չի աշխատում, քայքայվում է ստամոք սաղիքային տրակտում, լիպոսոմալ-ը թույլ է տալիս մինչ 100 անգամ մեծացնել բերանացի կենսամատչելիությունը։ Շնորհիվ գլուտատիոնի ակտիվ մոլեկուլի քայքայումից պաշտպանվելու գլուտատիոնը դարձնել կլինիկապես արդյունավետ նույնիսկ կիրառման այս եղանակով։ Սովորաբար 4 շաբաթվա կիրառումից հետո էրիթրոցիտներում գլուտատիոնի ակտիվությունը մեծանում է սկզբնական մակարդակի 60-ից 90%-ով։ Ճարպային լուծվող վիտամինները և կենսաբանորեն ակտիվ նյութերը աղեստամոքսային տրակտում ներծծվում են միայն բավարար քանակությամբ լեղաթթուների առկայության դեպքում։ Եվ սա առողջ լյարդ է, լեղապարկ և սննդային ճարպի առկայությամբ և լավ լիպազի ակտիվությամբ, որը որոշվում է ենթաստամոքսային գեղձի առողջությամբ։ Ցավոք, ոչ բոլորը կարող են պարծենալ, որ ունեն այս բոլոր գործոնները։ Մարդկանց մոտ 40%-ը պարբերաբար բախվում է ֆունկցիոնալ խանգարումների, որոնք առավել հաճախ ազդում են վիտամինների և ակտիվ նյութերի յուրացման վրա։ Լիպոսոմները հնարավորություն են տալիս հավասարեցնել մարդկանց շրջանում ակտիվ նյութերի դեղաչափերի արդյունավետության տարբերությունները, որպեսզի արտադրանքի ընդունման արդյունավետությունը կանխատեսելի լինի և բժշկի, և հիվանդի համար։ Ամփոփելով մեկ նախադասությամբ, ինչ է կարևոր սպառողի համար իմանալ լիպոսոմային սննդային հավելումների մասին։ Լիպոսոմային տեխնոլոգիան ակտիվ նյութերի պաշտպանության և մատակարարման ժամանակակից միջոց է, որը կարող է նպաստել առանձին բաղադրիչների առավել արդյունավետ կլանմանը։ Այնուամենայնիվ, արժե համապարփակ ընտրել ապրանքը, գնահատելով ոչ միայն ձևը, այլև բաղադրության որակը։ Հաճելի է, որ ժամանակակից սննդամթերքները շարժվում են դեպի առողջության պահպանման անհատականացված և ավելի արդյունավետ մոտեցում։ Այսօր կարևոր է ոչ միայն պարկուճում կամ հեղուկում պարունակվող ակտիվ նյութի քանակը, այլև այն, թե որքանով է այն իրականում օգտագործվելու օրգանիզմի կողմից։ Ահա թե ինչու առաքման տեխնոլոգիաները դառնում են արդյունաբերության զարգացման առանցքային ոլորտներից մեկը։ Լիպոսոմները այս ոլորտի ամենաուսումնասիրված և խոստումնալից գործիքներից են։